կրակի կտոր էր տատս։ Մենք տանը աշխարհի մեծ արվեստագետներն էին գալիս գնում, չէ՞, բայց աշխարհով իր թթվի կճուճները մեծ հսկայական էսպես Բավոր մեկ-մեկ տունը մտնում էինք ու շարժվելու տեղ չկար իր առիշտաները սարքում էր եւ ամբողջ տունը թերեր էր կախում եւ այսպես մամես ինչա պալաստիմացի ծմերը սա շատ լավ է շատ պետքական է թթուն իր դա գաուրմա սարքելը ծեսեր էր ինքը շշմելու կերպար էր եւ բաներ 90-ից հետո է ակնոց սկսել կրել Պապան ասում էր լսի, ես մերս ոնց որ Պիկասոներն է, անհանգիստ, անընդհատ ինչ որ բաներ արարում։ Պապայի ուսանողները որ գալիս էին նկարները, այսպես փռում էին որ պապայի դատին հանձնել, ինքն էլ էր գալիս նստում։ Ձերքերս ինքանով եմ հիշում, այսպես մաղում էր անձեռոցով գալիս նստում էր եւ ինքն էլ էր խորհուրդներ տալիս։ Մի օր պապան Լուի Արմսթրոնգ էր միացրել, պապան բացի նրանից որ շատ լավ նկարիչ էր, նաեւ շշմելու մելոման էր եւ բացառիկ հավաքածու ուներ։ Ասաց, այս տղան շատ լավ է երգում։ Լուի Արմսթրոնգի մասին էր ասում տատիկս։ Այդպես տիպ էր, այսինքն այնքան մշակույթ ուներ եւ մի հատ շատ կարեւոր բան պատմեմ տատիկիս մասին։ Այսպես մի հատ ստվարաթղթից բան ուներ, ձելը վրան գրված, այսպես պապկայի նման բաներ։ Գիտություն եւ տեխնիկա ամսագիր էր գրվում։ Միշտ կարդում էր բոլոր հոդվածները եւ բոլոր թրջող ափսեների մասին բոլոր հոդվածները կտրում եւ հավաքում էր այդ պապկայի մեջ։ Ես ունեմ այդ պապկան մինչեւ հիմա։ Մեջը նաեւ Բերմուդյան Երանկյունի գրքույկն է դրված, դա ինքը դրանով ապրում էր, ինքը շատ հետաքրքիր կերպարներ են եղել երկու տատիկներս էլ, շատ։ Շուշան, Ռաֆին ասել է, որ հայրենիքը բացարձակ է մյուս բոլոր զգացմունքները մասնավոր, սակայն այս պահին ապրում ենք այնպիսի մի ժամանակահատվածում, երբ դիտավորյալ ծաղրում են հայրենասիրությունը, պաթետիզմի եւ, չգիտեմ, այլ բաների հետ, այսպես ասած, համեմատելով, այո, դիտավորյալ ծաղրում են հայրենասիրությունը եւ նաեւ ժամանակակից է դարձել իբր հայրենատեր եղեք, ոչ թե հայրենասեր եղեք, իհարկե ես չեմ հասկանում ինչպես տարբերությունը որն է, եթե չես սիրում, հայրենասեր չես, ոնց կարող ես ինչ-որ բանին տեր լինել, եթե չես սիրում։ Կարեկցանքի եւ խղճահարության արժանի են հայրենասիրությունը ծաղրողները, որովհետեւ տեսակ չունեն, որովհետեւ սնոբ են եւ քաղքենի, որովհետեւ ամաչում են պատմությունը չիմանալով, ամաչում են որ իրենք հայ են։ Չեն գիտակցում որ աշխարհի բոլոր գիտությունները, բոլոր իզմերը ծնվել են հենց արևելքից։ Ուզում են եվրոպացի ֆիրմա աղջիկ ու տղա լինեն, չեն հասկանում որ դա այնքան հին է, այնքան խղճահարության արժանի, կարելի է լինել բարեկիրթ, կարդալ, լինել կրթված, մտավորական եւ լինել հայ եւ պատվով գրել հայ լինելը։ Ոչ թե անպայման ինտեգրվել ինչ-որ մշակույթի, չէ, ճանաչիր այդ մշակույթը։ Ես որ գնում եմ ձայներիզների խանութ, աշխարհի որևէ հայտնի ասենք կենտրոնների երաժշտական առաջին բաժինը որ ես վազում եմ դա world music աշխարհի երաժշտությունն է, որտեվ երբ որ ծանոթանում ես աշխարհի երաժշտությանը, աշխարհի մշակույթներին, քոնը զատում ես։ Եվ գուցե շատ ավելի հզորները կան կապ չունի, բայց դու գիտես քոնը որն է եւ չես դավաճանում քոնին, որտեվ դա քո տեսակն է, որտեվ դա դու ես։ Դու չես կարող բազմանուն լինել։ Դու Շուշանն ես։ Անուշ, Կարեն։ Դա ձեր տեսակն է։ Անուշը, Շուշանը, Կարենը։ Դուք չեք կարող լինել Շուշան, դուք Անուշն եք։ Այս է։ Եվ պետք է լինեք ինչ անեք, ձգտեք ինչ լինել, լավ Անուշ լինել, չէ՞։ Աշխատեք ձեր վրա, անընդհատ, մինչև վերջ։ Ես մինչև հիմա իմ երեխեքից սովորում եմ։ Ես սովորում եմ բաներ կան, որ ես չգիտեմ, նկարիչներ կան, ում ես չեմ ճանաչում։ Եվ տղաս գիտի մեծը, որը նկարիչ է։ Երաժշտություն արարողներ կան, երաժիշտներ կան, որոնց ես չեմ լսել եւ իրենց շնորհիվ եմ լսում։ Նույնն էլ ինձ մոտ է, ես իրենց, այսինքն սա անկերություն է, սա իրար պակասը լրացնելն է, սա ապրելու ձգտումն է, սա գոյության կռիվն է, թե դու ապրում ես։ Ես մեկ-մեկ իմ տարեկիցների եմ տեսնում, ոնց որ իմ տատիկները լինեն, լուրջ եմ ասում։ Այսինքն ինչ որ այսպես դատապարտված կերպար է, ինչի՞ ես դատապարտվել։ Դատապարտվել ես որ աշխարհ ես եկել, աշխարհ ես եկել որ ապրես, ուրեմն ապրիր։ Ուրեմն նրանք ովքեր որ ուզում են քեզ ոչնչացնել, թույլ տեսնել, մի ուրախացրու։
Միշտ եղել լավը, միշտ եղել լավ վիճակի մեջ։ Իսկ անկախ նրանից թե ներսդ ինչ է, ավերակ է, ցավ է, միշտ։ Ես այդպես ես ապրում եմ ուղղակի։ Ես չեմ կարող պահանջել, բայց իմ ցանկությունն է այդպես։ Ձեր խնդիրները մի հանեք դուրս։ Մարդիկ այնքան բարի չեն, որ մոտենան կարեկցեն ձեզ։ Մեկ-մեկ ավաղ ուրախանում են։ Ես էլ ուզում եմ այդ ուրախացողներին իմ կարեկցանքը հայտնեմ եւ ասեմ, որ ես լավ եմ։ Շուշան Պետրոսյան երգչուհին ինչ ակտիվություն ունի հիմա, որովհետև պետք է ելի նշեմ հանուն արդարության, ես որքան որ վատ մեկնաբանություն տեսել եմ, այդ մեկնաբանության մեջ ավելի շատ ձեր հանդեպ սեր ու վիրավորանք եմ տեսել, որովհետև բոլորը նշում էին, որ դուք շատ լավ երգչուհի էիք, օրինակ, եւ ձեզ սիրել են, եւ երևի դրանից ելնելով է կա վիրավորանքը, օրինակ արդեն հասկանում եք ինչ մասն եմ ասում։ Բայց իրավունքի հետ կապված մի հատ բան ասեմ, էլի։ Գիտեք, այնուամենայնիվ շնորհակալ եմ սիրո համար, բայց այնուամենայնիվ որևէ թեմայի մասին խոսելիս պետք է քիչ թե շատ գիտակ լինել նյութին անդրադառնալու։ Ասենք պատգամավոր մասնագիտություն չկա։ Այո։ Կա լավ մասնագետ ինչ-որ ոլորտի, ես արդեն կայացած Շուշան Պետրոսյանն էի։ Ես ավարտել եմ Գեղարվեստի ակադեմիան փայլուն դիպլոմով։ Ես նկարչուհի եմ։ Ես երգում եմ, ես աշխատել եմ թատրոնի նկարիչ, ես կարդում եմ, ես հետևում եմ բոլոր գրական նորույթներին, հայ գրականության եւ աշխարհի։ Ես գիտեմ կինոարվեստ, ես գիտեմ թատրոն, ես դա իմ ոլորտն է արվեստը։ Ես գիտեմ արվեստը։ Եվ ես կայացած արտիստ եմ Հայաստանի Հանրապետության։ Ես իրավունք ունեմ դառնալու պատգամավոր, որովհետեւ ներկայացնեմ ոլորտը։ Ցավում եմ մեկ-մեկ այդ քննադատությունների մեջ նաեւ կար շատ ծիծաղելի բան, որովհետեւ դա ավելի շատ վեճ էր, որ ես իրենց տեղն եմ զբաղացնում, այսինքն իրենք էլ կարող էին պատգամավոր լինել։ Հասկանում եք, սա դրա համար լուրջ չէի վերաբերում, բայց երբ որ խոսում են բամարդ գնահատանքի խոսքեր են ասում, խենթանալիք բառեր են ասում, որ յուրաքանչյուր արտիստ կնայ, բայց որ ինձ լսես, չեմ ուզում ձեզ լսել, ես ինձ եմ լսում, ես լսում եմ իմ սրտին, լսում եմ իմ գիտակցության, իսկ ես բավական մտածող եմ, այսինքն կարող եմ մտածել, կարող եմ դրամաբանել եւ այլն։ Երբեք ինձ թույլ չեմ տա ձեզ ասել, Անուշ ջան, դուք ինձ որ լսեիք, դες բան, դա ինչ բան է։ Մենակ հայը կարող է, այսօր մի պատմություն հիշեցի։ Մի օր նստել էի տաքսիով, այսպես գնում էինք, մեկ էլ վարորդը ճանաչում էր ինձ, որ երբ չեմ ասած։ Ինձ որ լսես, շուռ եկավ ու սկսեց խորհուրդ տալ, թե ես ինչ երգեմ։ Երգեր, որոնք որ ինքը լսում էր եւ ես դա երբեք չէի լսի, ասենք իմ ձայնադարանում չկա եւ չեմ համարում գերագույն արվեստ էլ։ Մի խոսքով, այդ ինձ որ լսես, այդ բոլորը ամբողջ Facebook հայությունը դա է, բոլորը խորհուրդ են տալիս։ Իհարկե։ Բոլորը գեներալ են, զինվոր չկա։ Այո։ Այո։ Դա ժամանակակից աշխարհի հենց ձեռագիրն է բոլորդ։ Ինձ աշխարհը չի ուզում, ինձ հայն է ուզում, որտեղ ես հային սիրում եմ, եթե հային չսիրեի, ինձ համար մեկ կլիներ, բայց կատաստրոֆա է ինչ որ այսօր կատարվում է։ Լսելը եւ սովորելը ամաչում են, որ պիտի լսեն, որ պիտի սովորեն, խորհուրդ հարցնեն։ Երբեք չեմ ամաչել։ Իմ ծնողներն էլ չեն ամաչել։ Երբեք։ Դա նորմալ է։ Եթե ապրում ես, լիարժեք լիաթոք ապրիր։ Անընդհատ սովորիր, առընդհատ հասկացի ինչ է կատարվում։ Նույնը քաղաքականության մեջ։ Ոնց կարելի է հարևանի ատաղծագործ Հենրիկ Ձայձայի կարծիքով աշխարհայաց կառուցել քաղաքականության մասին։ Կարող ես հարգել, որտեղ լավ ատաղծագործ է, ինքը ունի իր կարծիքը լսի, հարգի, բայց ինչի՞ ես ձևավորում քո աշխարհը դրանով։ Մի հատ տեսելի, այսօր էլ հնարավորություն կա ինֆորմացիայի։ Մի հատ տես ինչ է կատարվում աշխարհում։ Ամեն դեպքում ձեր երգարվեստը ինչ փուլում է նորություններ, հատկապես այս շրջանում ինձ թվում է շատ կարևոր է, որ դուք ակտիվություն գրանցեք, այսպես Ես սիրում եմ էքսպերիմենտներ։ Հա։ Անցյալ տարի Արտյոմի հետ արեցինք ռեփի հետ։ Մի երգ երգեցի, որ շատ հայտնի այդպես ոչ իմ երաժշտական ոճին հարիր աշխարհից էր, այդպես ռոք բալադ եմ սարքել, այդ երգը երգել եմ։ Սիրում եմ էքսպերիմենտներ։ Եվ կուզեի երգիրս այնքան լավ վիճակում լիներ, ինչպես որ էր առաջ, որ էլի ջազ երգեի։ Սա երազանքի։ Շատ բարի։ Կամ բաներ, որ անդառնալի են ձեզ համար, եթե թվարկեք մի քանի բան։
Ես պատրաստ չեմ այսօր այդ հարցը տալ, պատասխանելու այդ հարցին։ Ձեր գրառումներից մեկում տեսա, որ գրել եք, որ կարոտել եք ձեր հայրիկին։ Այո։ Ամենաշատ այս պահին եք կարոտել հայրիկն է էլի։ Չէ, որովհետև համակերպել եմ, որ ինքը երկնքում է։ Այնքան Իրանի եմ տալիս իրեն մեկ-մեկ եւ այնքան ուրախ եմ, որ այս խայտարակ օրերը երկրից չտեսավ։ Մեկ էլ տենց ուրախ եմ, որ Ռոբոս Սահակյանը չտեսավ մուլտիպլիկատոր։ Մեկ էլ տենց ուրախ եմ, որ Մազը չտեսավ Արմենը Մազմանյան։ Ու տենց ընկերներ ունեմ, որ ուրախ եմ։ Ամաչում եմ բոլոր իմ զոհված ընկերներից, ում որ կորցրել եմ առաջի պատերազմում։ Սպարապետի ցեմ ամաչում նաև շատ մարդկանցից։ Եվ մամայիս եմ կարոտում, որտեվ 3 տարի չեմ տեսել։ Իրար շատ ենք կարոտում ու անհամբեր օրերն եմ հաշվում, որ գա։ Ինձ ասում է երեխեքին վերցրու արի, ասացի, որ մամ թեման փակա։ Եթե ես հիմա կամ դա դասալակության նման բան կլինի։ Ես իմ որոշումը կայացրել եմ դեռևս 91 թվականին։ Էսա իմը, էս իմ տունն է, ես պաշտում եմ իմ տունը։ Եվ ես հայրենասեր չեմ, որտեվ մամայիս էլ եմ սիրում ու մայրասեր չեմ։ Չեն ասում այդ մասին։ Դա օրինաչափությունը, սա իմ տունն է։ Եվ իմ տունը չի պարփակվում 4 մետլախների մեջ, որ իմ դռան դիմաց դնում եմ եւ ամեն օր մաքրում եմ, բայց ամբողջ մուտքը կեղտի մեջ է։ Ես սիրում եմ այս երկիրը։ Իմ նման երկիրը սիրողներ եմ փնտրում։ Ինչքան գտնեմ, այդքան երջանիկ եմ։ Մեր հաղորդումը կոչվում է Հազարան բլբուլ։ Թումանյանի աղային առհասարակ ժողովրդական այդ հեքիաթի գաղափարն է դրված հաղորդաշարում։ Հաղորդաշարը սկսել ենք 44-օրյա պատերազմից հետո եւ հյուր ենք հրավիրում բոլոր այն մարդկանց, որոնք իրենց ոլորտում հանուն հայրենիքի ինչ որ բան արել են, անում են եւ պատրաստ են փոխել ինչ որ բան։ Եվ զրույցի ընթացքում, զրույցի միջոցով ներկայացնում ենք այդ ամենը, ինչպիսին է այն հայրենիքը, այն Հայաստանը, որի մասին երազում եք, որը կցանկանաք տեսնել տարիներ անց, որտեղ կցանկանաք տարիներ անց մեծանան ձեր որդիները։ Այսօր ես կարող եմ միայն մի բան ասել։ Չարիքից պիտի ազատվենք։ Հայրենիքը չսիրողներից պետք է վարկյան շուտ ազատվել։ Հայ իրավունքը, սահմանադրական իրավունքը հաշվի չառնող յուրաքանչյուր անձ պետք է լքի հայրենիքս։ Այն հայրենիքը, որ ես երազում եմ, դա խաղաղ հայրենիքն է։ Իսկ խաղաղ հայրենիքը հնարավոր է ունենալ, երբ որ ունենում ես կանգուն եւ ամուր բանակ։ Կանգուն եւ ամուր բանակ կունենաս, վերադարձանք 0-ին, երբ որ չարիքը լքի հայրենիքդ, որովհետեւ չարիքը կործանեց հայոց բանակը։ Այսքան։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Գրոհ է։ Կայունություն եւ կոմֆորտ մեկ սրահում։ Դավիթ Անհախտ 9։ Սրահը ներկայացնում է United Technical Service ընկերությունը։